Ոստիկանության գվարդիայի, անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ու դիպուկահարների տեղակայումից հետո է Փաշինյանը ժամանում եռաբլուր։ Առաջին անգամ նշվող հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը առաջինը Պանթեոն է գնացել վարչապետը նախագահի ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ։ Զոհվածների ծնողները վաղ առավոտից հերթապահություն էին սահմանել, որպեսզի Փաշինյանը չմոտենա իրենց որդիների շիրիմներին։ Ես չեմ ուզում, որ ինքը մոտենա իմ տղայի շիրիմին, որովհետև ասենք մեր տղերքը ուրիշ գաղափարի տեր են եղել, բոլորս էլ նորություն չգիտենք ինչի համար են գնացել, կյանքները ինչի համար են տվել մեր տղաները, պարզապես որ ինքը մոտիկ չգա իմ տղայի շիրիմին։ Ոնց որ թե 44-օրյա տղաների շիրիմներին ոչ մեկին էլ չի մոտեցել, միայն բարձացավ 90-ականների տղաների կողմը ու դուրս է եկել։ Ցավն է նա, որ այսքան զոհերի որ պետք է կոտորեն, հետո հողերը տայնը չի կոտորին, մարդու մեջ անկախ քեզնից չղայնանում ես։ Ծնողներից շատերի համար ընդունելի չէ որոշումը, որով հունվարի 27-ն է սահմանվել հերոսների հիշատակի օր։ Ասում են, օրը նշանավորելու խորհրդանշական այլ ամսաթվեր կան եւ ընտրությունը չպետք է լինի միայն իշխանության ցանկությամբ։ Սեպտեմբերի 27 գոհություն մեր համար։ Ինչ սեպտեմբերի 27-ը ոչ մի բան չի ընդունում պետական մակարդակով։ Ես չեմ ընդունում այս օրը։ Մեր համար օր չկա։ Մեր համար ամեն օրն էլ սքո օր է։ Մենք ամեն օր էլ էստեղ ենք, ծնողներս ամեն օր էլ եռաբլում, մեզ պետք չի որ կոնկրետ ինչ որ լինի, որ մենք հիշենք մեր տղաներին գանք էստեղ։ Իմ համար ընդունելի է, գիտես, բանակի օրը ու վсё, իշխանությունների որոշումները իմ համար ընդունելի չեն։ Իրեն իմ գալը իրանց հետ ընդհանրապես կապ չունի, քանի որ ես ամեն շաբաթ վան մեջ մի օր գալիս եմ իմ աղբոր գերեզմանին։ Բարձրաստիճան զինվորականների հետ եռաբլուր այցելած պաշտպանության փոխնախարարը պարզաբանում է, թե ինչու է բանակի տոնից մեկ օր առաջ ընտրվել զոհված հայրենիների հիշատակի օրը։ Այս օրը չի ընտրվել որպես ռազմական գործողության ինչ-որ օր։ Եթե դուք ուշադիր հետևել եք քննարկումներին եւ օրենքի ներկայացման հիմնավորումներին, ապա կտեսնեք, որ չի կապվել կոնկրետ որևէ ռազմական գործողության հետ։ Ինչու եռաբլուր այցելած պաշտոնյաներն ու զինվորականները ծաղիկներ չխոնարեցին Արցախի կանչը հուշակոթողի մոտ, որը հավերժացնում է բոլոր պատերազմներում, այդ թվում 2023 թվականի հարձակման ու վառելիքի պայթյունի ժամանակ զոհվածների հիշատակը։ Բոլոր գերեզմանների մոտ հնարավորություն չկա մոտենալու եւ խոնարհելու։ Արցախի նախկին պաշտոնյաներն ասում են, տարբերություն չեն տեսնում, թե զոհվածը որ տարածքից է։ Բոլորն էլ հայրենիքի համար են նահատակվել, ասում է Արցախի ներքին գործերի նախկին նախարարը։ Ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխան տալի, այս հուշակոթողը նույնպես մեր զոհվածների հիշատակի համար է կառուցվել, մեր սրբավայրերից է եւ այս տղաները բոլոր նահատակված տղաների 90-ական թվականներից սկսած նահատակվել են, զոհվել են, իրենց կյանքն են տվել հանուն Արցախի հանրապետության եւ հանուն Հայաստանի հանրապետության։ Զինվորական Պանթեոնի երկինքը ծխով է պատված։ Զոհված տղաների, ծնողների ու հարազատների համար Պանթեոնը երկրորդ տուն է դարձել։ Ամեն օր են այցելում որդիների շիրիմներին, զրուցում նրանց հետ։ Ափսոսում ենք, որ նման զավակներ չկան էլ։ Ափսոսում ենք, որ մեր տունը դատարկվել է բոլորիս։ Զոհվեցին Արցախի համար, այսօր Արցախը չկա։ Այսօր Արցախի մարդիկ մնացել են անտուն, անտեղ։ Էդ էլ է ցավ։ Դուրս է գալիս, որ մեր տղաները զոհվեցին, չգիտեմ, հանուն ինչի, չգիտենք։ Բոլորս պարտավոր ենք հիշել իրենց փառք, իրենց, որ մենք այսօր ապրում ենք, բոլորն է պիտի մտածեն, որ եթե մենք այսօր կանք ու ապրում ենք, իրանց շնորհիվ ենք ապրում ենք։ Հովոն առանց վարանելու է մեկնել, ճիշտ ասած եմ, որ մի վարքյան չի մտածել, որ երեխեքը փոքր են, ունի զույգ աղջիկ, այն ժամանակ արդեն 7 տարեկան էին, հիմա արդեն 12 տարեկան են։ Մի խոսքով իրանք մի խումբ նվիրյալներ էին, որ սենց միացան, այն մարդիկ, ովքեր նվիրյալ ձևով առանց վարանելու են գնացել, իրենք հասկացել են, որ կյանքից անթանկ բան չկա։ Իսկ Հովոն կյանքը սիրում էր, շատ էր սիրում։ Սիրում էր իր երկիրը, իր ընկերներին, ընտանիքին, երեխաներին։ Мы тебя не убьем, не бойся, ничего не сделаем։
44-օրյա պատերազմի ժամանակ շրջափակման մեջ ընկած ու հերոսաբար զոհված Տարոն Անդրեասյանի հորեղբորորդին Եռաբլուրում անվճար ծաղիկներ էր բաժանում։ Ասում է, ամեն կիրակի այստեղ է լինում ու անվճար ծաղիկ բաժանում Պանթեոն այցելողներին։ Համեցեք անվճար ծաղիկները։ Հայրենիքի համար նահատակված քաջորդիների հիշատակին հոգեհանգստյան կարգ է կատարվել Մայր Աթոռում։ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ աղոթք է բարձրացվել առ Աստված հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։